Բարև ձեզ, Factor TV հյուրը միասնության թվեր կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանն է, ողջույն պարոն Անանյան։ Օրերս համանդրական դատարանը մերժեց ձեր եւս 6 ուժի դիմումը ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին եւ արդյունքում քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն պարզ մեծամասնություն է ստանում, այլև որակյալ 3/5 մեծամասնություն եւ կկարողանա միազնյա ընտրել անկախ պաշտոնյաներ, այ ընդհանրապես ինչպես է գնահատում հետընտրական Հայաստանում իրադրությունը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Հետընտրական իրավիճակը Հայաստանում բավականին գունագեղ ստացվեց, որովհետեւ աննախադեպ մի բան տեղի ունեցավ, որ 7 քաղաքական ուժեր վիճարկեցին ընտրության արդյունքները, ընդ որում տարբեր գաղափարական հենքի եւ տարբեր գաղափարական ուղղվածություն ունեցող ուժեր էին դրանք։ Անկախ նրանից թե բողոքի եւ ընտրության արդյունքները չեղարկելու իրենց պահանջի հիմքում ինչ էին դրել, ամեն մեկը իր դրդապատճառներ ուներ։ Բայց այդ ամեն ինչի համախումբը վկայում էր մի բանի մասին, որ թե պրոիշխանական եւ թե ընդդիմադիր ուժերը բոլորն էլ դժգոհ են մեղմ ասած թե նախընտրական քարոզարշավի ժամանակ իրականացված անհավասար քարոզի արդյունքներից թե առհասարակ ընտրության արդյունքներից տարբեր բաներից ելնելով։ Իհարկե ընդդիմադիր ուժերը հիմքում դրել էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության աննախադեպ, այսպես ասած, հակամրցակցային առավելությունը, այսինքն մրցակցությունից վեր գտնվելու իր հանգամանքը, մենք ավելի շատ ուշադրությանն էինք հրավիրել թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի, թե սահմանադրական դատարանի, որ առհասարակ, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիներ իր բարձրության վրա եւ ըստ էության իրականացրել իր գործառույթը, ապա պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դուրս աներ ընտրություններից, որովհետեւ իրենք գերազանցել էին նախընտրական այդ 800 միլիոնի շեմը, ըստ մեր հաշվարկների։ Եվ դա շատ տրիվիալ ու շատ այսպես ասած պրիմիտիվ հաշվարկ էր, որը որ ոչ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ նաև ցավոք սրտի սահմանադրական դատարանը ըստ էության աչքաթող արեց մի շատ կարևոր հանգամանք։ Եթե նախընտրական այդ հիմնադրամի ծախսերի առավելագույն շեմ է սահմանել օրենսդիրը, ապա դրա հիմնական նպատակը նաև հավասար մրցակցային միջավայր ձևավորելն է, այսինքն այնպես չլինի, որ մեկը միլիարդավոր դրամներ ծախսի, մեկը հարյուրավոր դրամներ եւ ռեսուրսների պայքարի շնորհիվ օրինակ քաղաքական միտքը մնա առանց քվե։ Հետևաբար էլեմենտար մենք կարող ենք շատ արագ քննարկել թե դրանք ինչ պահանջներ էին, տեսեք 588 գրասենյակ ուներ քաղաքացիական պայմանագիրը եւ ոչ մի հայտարարագրված աշխատակից։ Հետևաբար եթե պարզ պրիմիտիվ հաշվարկով ասենք, օրինակ ամեն գրասենյակ գոնե մեկ աշխատակից պետք է ունենար, որը համակարգեր այդ գրասենյակի աշխատանքը եւ օրենսդրությամբ երաշխավորված մինիմում աշխատավարձի չափով ինքը աշխատավարձ ստանար, օրինակ 75-ից 100,000 դրամ, ապա շուրջ 55-58 միլիոն դրամ պետք է հայտարարագրվեր այդ հիմնադրամին այդպիսի ծախս, անկախ այն հանգամանքից դրանք այդ անձիկ աշխատել են, այսպես ասած, առանց աշխատավարձի կամավորության հիմունքով թե չէ, օրենսդիրը պահանջում է, որ միջին վարձատրության շուկայական արժեքը հայտարարագրվի որպես ծախս։ Գնանք պարոն Անանյան, ամեն դեպքում հետընտրական իրադրությունը այն մասն է, արդեն նշեցի 3/5 ԿՊ-ն վերցնում է ընդդիմադիր այն ուժերը, որոնք խորհրդանում են հայտնվել, ուժեղ Հայաստանը, նաև Հայաստան դաշինքը եւս 3 ուժի հետ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ԱԺԲ-ի հայտարարություն են տարածել, ասելով, որ ՍԴ-ի այդ որոշումը վերջը չէ, իշխանափոխության պայքարը շարունակվում է, ես ձեր անունը ձեր ուժի այնտեղ չգտա այդ ընդդիմադիր այսպես կոչեն կոալիցիա, ինչպես պարոն Կարապետյանն էր ասում, ինչու դուք ռեսուրս քաղաքական չեք տեսնում հետընտրական ինչ-որ պրոցեսների, փողոցել դուրս չեկաք, ինչ կարող եք ասել նաև ձեր վարքագծի։ Բոլորը դուրս եկան, մենք դուրս չեկանք։ Եկեք նախորդ հարցի շրջանակներում մի շատ կարևոր բան ասեցի,
դուք ոնց որ ուզեցիք անցում կատարել այս մյուս հարցին, դա շատ կարևոր բան մնաց։ Ավարտեք եւ անցնենք մյուս հարցին։ Այդ հետընտրական զարգացումը սահմանադրական դատարանը ոչ միայն ըստ էության ոտնահարեց ժողովրդավարության հիմունքները, ոչ մենակ ազդարարեց, որ իրականում ժողովրդին չի պատկանում իշխանությունը, այսինքն սահմանադրության առաջ, երկրորդ եւ երրորդ հոդվածները, որոնք ենթակա չեն փոփոխման ոչ ենթակա այդ երեք հոդվածների ընդհանուր գաղափարական եւ իրավական եւ սահմանադրական միտքը ըստ էության ինքը դրժեց եւ մերժեց։ Եվ դրանից հետո ոչ թե մենք պետք է խոսենք 3/5-րդի, 2/3-ի որակյալ մեծամասնության, սահմանադրական մեծամասնության բացակայության, քաղաքական ոչ թե իրավիճակի, թե ինչպիսի պարլամենտում ինչպիսի համամասնություն է առաջացել, այլ մի շատ կարևոր բանի մասին ըստ էության քաղաքացիական պայմանագրին տրվեց կանաչ լույս իր ցանկացած միտք ու ցանկացած գաղափար իրագործելու համար։ Այն ինչ որ տեղի է ունենում հիմա։ Տեսեք, թե օրինակ ինչպիսի քաղաքական հաշվեհարդարների ենք մենք ականատես լինում եւ ինչպիսի հաշվեհարդարների դեռ ականատես ենք լինելու։ Հիմա սա առաջի հարցի շրջանակներում, երկրորդ հարցը։ Չկա այդպիսի կոնսոլիդացիա, չկա համախմբում ձեր ասածը եւ չկա որևէ համախմբում, որին որ բոլորը միացել են կամ առնվազն, չգիտեմ, մի 5-6 ուժ միացել են, մենք մնացել ենք առանց համախմբման միացման։ Որ հայտարարությունը։ 5 ուժերի։ Ուժեղ Հայաստան, Հայաստան, ԲՀԿ, ՀԱԿ, ԱԺԲ։ Երկու հայտարարություն ա եղել, խնդրեմ ասեք, որի մասին է խոսքը։ Այն հայտարարությունը, որտեղ ասում են, որ ՍԴ-ի այս որոշումը ավարտը չէ, պայքարի 4 կետ են նշում, եկեղեցի եւ այլ արժեքների պաշտպանություն, ընդդիմադիր պայքար իշխանափոխության նպատակով պետք է շարունակվի, մոտավորապես այդպիսի բովանդակություն։ Ասեմ, մեզ այդ հայտարարության տեքստ չի ուղարկվել, չի քննարկվել մեզ հետ։ Հետեւաբար, եթե քննարկեինք, ամենայն հավանականությամբ կասեինք, որ մենք առանձին հայտարարությամբ ենք հանդես գալու եւ մենք առանձին հայտարարությամբ հանդես եկել ենք։ Եվ մեր հայտարարությունը իր բովանդակային առումով տարբերվում է մնացածից, որովհետև մենք շատ ավելի իրավական եւ քաղաքական գնահատականների ենք արժանացրել այսօրվա իրավիճակը, բայց եթե վերցնենք թե այդ հայտարարությունը, թե մեր հայտարարությունը քաղաքական ուղղվածության առումով միևնույն ծիրի ներքո են։ Հետևաբար անկախ նրանից, թե դու համախմբման, ճակերտավոր ասած, համախմբված ինչ որ հայտարարության տակ ունես ստորագրություն, թե առանձին հայտարարության պես հանդես եղել, կարևոր է, որ բոլոր ջանքերը, թե քաղաքական, թե ընդհանրապես նաև հայտարարության տեսքով իրենց գաղափարն ու իրենց բանը հայտարարելը պետք է նույն նշանակետին ուղղված լինի։ Կարծում եմ սա պետք է քննարկել։ Իսկ դա որ նույն նշանակետին էր, դա ակնհայտ է։ Շատ լավ, պարոն Անինյան, ինչու հետընտրական process-ներ չեղան։ Մենք սովոր ենք անկախ Հայաստանի պատմության մեջ տեսնել, երբ որ դժգոհ ընդդիմությունը կոնսոլիդացնում է իր հետևորդներին, իսկ որ ընդդիմությունը ահագին ձայներ է ստացել, կես միլիոնից ավելի, այդպես պայմանական, հա, ասենք, դա փաստ է, մենք չտեսանք, մի քանի տարբերակ է, այսպես, ես կուզեի ձեր տեսակետը, կամ նրանք հաշտվում են այս պատկերի հետ, հաշտվում են նրա հետ, որ իրենք գնում են ԱԺ եւ աշխատելու են որպես ընդդիմություն, դա էլ տեսակետ է, կառուցողական ընդդիմություն կամ ոչ այնքան, բայց իրենց տեսնում են այդ դերակատարման մեջ, կամ ԿՊԱ-ական մոտեցումն է ճշգրիտ, որ նրանք իրենց ձայների մի մասը գնել են եւ ուղղակի մարդիկ փողոց դուրս չեն գա, կամ օրակարգ չկա, կամ չգիտեմ, ո՞րն է ձեր տեսակետը։ Մենք չտեսանք էլի այդ ցնցումը հետընտրական չտեսանք։ Տեսեք, ընտրություն մանդատները վերցրին։ Նախընտրական իրավիճակը հետընտրական իրավիճակից արմատապես տարբերվում է առհասարակ։ Կներեք, շատ լավ բան հիշեցիք, բավականին բարձր նշաձող էր դրված նախընտրական շրջանում, մենք ենք հաջորդ կառավարությունը եւ այլն։ Դե դա նաև կարող է ունենալ իր քարոզչական նպատակները, որը որ կարծում նորմալ է, այդպիսի հայտարարությամբ հանդես գալ։ Տեսեք, նախընտրական եւ հետընտրական իրավիճակը իրարից տրամագծորեն տարբերվում է եւ առհասարակ հենց այդպես էլ լինում է ոչ մենակ մեր երկրում, այլ նաեւ այլ երկրներում։ Ընտրությունները կեղծված էին, կեղծված չէին, արդար էին, արդար չէին, համենայն դեպս սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծեց մի իրավիճակ, երբ որ արդեն կան տիտղոսային ընդդիմադիր ուժեր, չէ՞, եւ կան արտախորհրդանական ուժեր։ Ցավոք սրտի Բարգավաճ Հայաստանը եւս հայտնվեց արտախորհրդանական քաղաքական ուժերի շարքում,
դե մեր կարծիքով ինքը պետք է լիներ տիտղոսային քաղաքական ուժ։ Ամեն դեպքում, տեսեք, այդ ժամանակ, երբ որ ձևավորվում է այդպիսի մի համայնապատկեր ընդդիմադիր դաշտում, ամեն մեկը ունի իր արդեն անելիքները եւ հանրության սպասելիքներն ու ակնկալիքները տարբեր քաղաքական ուժերից տարբեր է։ Եվ ասում եք, եւ ձեր հարցերի մեծամասնությունը շատ ավելի շատ քվե ստացած քաղաքական ուժերին է ուղղված, քան արտախորհրդանական այն ուժերին, ովքեր որ օրինակ առաջին անգամ մեր քաղաքական ուժի նման մենք ըստ էության գրանցեցինք ապրիլին մեր կուսակցությունը եւ այդ կուսակցությամբ մտանք քաղաքական պայքարի մեջ եւ մենք ունենք արտախորհրդանական քաղաքական ուժ կայանալու եւ բյուրեղացնելու մեր քաղաքական կոնյունկտուրան եւ մեր ցանկությունները եւ այսօրվա հանրության կողմից սպասելիքները մեր հանդիպ այդ ամեն ինչը բյուրեղացնելու այսօր առաջնահերթ մենք խնդիր ունենք 33000-ից ավել, այո 33000 մոտ 500 հիմա տեսեք հարցը ինչու՞ է ինչ պետք է անի տիտղոսային ընդդիմությունը ինչ պետք է անի արտախորհրդանական ընդդիմությունը եւ ինչ պետք է անեն այդ բոլորը միասին այս սրա մեջ է ձեր հարցի պատասխանը բոլորը միասին պետք է ըստ էության լծվեն միասին հարթակ ստեղծելու այդ հարթակը կառավարելու գործընթացին։ Սա շատ կարևոր է։ Ինչ նպատակով։ Համընդհանուր ընդդիմադիր կոալիցիոն հարթակ, որտեղ որ օրակարգ է ստեղծվում, ոչ թե իշխանության կողմից հրահանգվող, առաջարկվող օրակարգին համընթաց գնալու գործընթացներ են պլանավորվում, այլ օրակարգ սահմանելու իշխանության այսօրվա այդ բանը դրոշակը իշխանության ձեռքից վերցնելու օրակարգեր են քննարկվում։ Դա շատ կարևոր է, ամենօրյա, որտեղ որ կոնսենսուսով որոշումներ են կայացվում։ Դա շատ կարևոր է։ Տիտղոսային ընդդիմությունը ինչ է անում, ինչ պետք է անի։ Մանդատ վերցնել չվերցնելու հարցը քավլիցի իրենց որոշելիքն է եւ կապ չունի, այդտեղ ոչ մեկ միանշանակ չի կարող ասել թե դա ճիշտ է թե սխալ, բայց մի շատ կարևոր բան կա, եթե այդ համընդհանուր պայքարի տրամաբանության մեջ մանդատներ վերցնելը դա մի գործիքակազմ է, որը սպասարկելու է համընդհանուր պայքարին, ապա շատ լավ է, շատ ճիշտ է, շատ նորմալ է, որտեղ յուրաքանչյուր մանդատ պարլամենտում ներկայացվածությունը համընդհանուր պայքարին տալու է լրացուցիչ լծակների հնարավորություն եւ լրացուցիչ ուժ։ Հետևաբար համընդհանուր հարթակի ձևավորում տիտղոսային ընդդիմության կողմից ըստ էության ամբողջ ընդդիմությունը իրական համախմբում ապահովելու օրակարգի սեղանի վրա դնելու այդպիսի բան, այդպիսի գործառույթ, եթե կարելի այդպես ասել, արտախորհրդանական ուժերն էլ պետք է ըստ էության լինեն մասնակից այդ համընդհանուր այդ պայքարին։ Նպատակը իշխանափոխությունը։ Նպատակը իշխանափոխությունն է։ Քաղաքական ցանկացած գործընթացի նպատակը իշխանափոխությունն է։ Մեր պարագայում, մեր երկրի պարագայում հրատապ իշխանափոխությունը, որովհետև այս իշխանությունը ցուցադրել է համենայն դեպս վերջի մի քանի տարիների ընթացքում սրընթաց իր գործունեությամբ ցուցադրել է, որ ինքը սպասարկում է ակնհայտ ոչ հայանպաստ օրակարգեր։ Հետևաբար այս իշխանությունը փոփոխելը եւ իշխանափոխություն իրականացնելը Հայաստանում դա ամենաթիվ 1 եւ հրատապ անելիքն է։ Շատ լավ, ես ուզում եմ վերադառնալ ամենօրյա լրահոսին, թե ինչ է կատարվում։ Քրեական գործեր են հարուցված ընդդիմադիր տարբեր գործիչներին, ներգրավմամբ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, Ռոբերտ Քոչարյանն առնչվող գիտեք նոր քրեական պատմություն կա, ենթադրվում է շատ հավանական է սա հավանականության տեսությունից Նարեկ Կարապետյանը եւս մեղադրյալ ներգրավի հաշվի առնելով որ դատախազությունը կհեր դիմել նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով այս մասով դեռ կհետևենք դատելով այս տենդենցից նաեւ Անդրանիկ Թևանյան ընդդիմադիր այլ գործիչներ Ավետիք Չալաբյան եւ այլն արդյոք մենք գործ չենք ունենալու ընդդիմության աստիճանական թուլացման հետ պարոն Անանյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս process-ը որակում է քրեա օլիգարխիայի ըստ էության ապամոնտաժում ամեն դուք կարող եք որակել քաղաքական հետապնդում բայց փաստ այն է որ ընդդիմության էներգիան առնվազն ուղղվում է ոչ թե ձեր ասած իշխանափոխության
ինչ-որ նպատակների, կոնսոլիդացիայի, փողոցային պայքարի ուղղությամբ, այլ ինքնապաշտպանության, իշխանության կողմից այս գործընթացների։ Ինչ կարող եք ասել։ Դուք լավ ձևակերպումներ տվեցիք։ Տեղեր կային, որ գաղափարական առումով այդքան էլ համաձայն չեմ, եւ մեր զրույցները այդ առումով շատ հետաքրքիր են։ Մենք այնպես չի, որ միշտ համաձայն ենք իրար հետ։ Այստեղ մի շատ կարևոր բան կա։ Ինչ արեց Սահմանադրական դատարանը։ Մի քայլ հետ գնանք, նոր գանք վերլուծենք, որովհետեւ Սահմանադրական դատարանը ապացուցեց, որ Հայաստանում իշխանության զսպումների եւ հակակշիռների ընդհանրապես որևէ պատրանք գոյություն չունի։ Դա ինչի եմ ասում, հիմա մենք ականատես ենք լինում, որ այո, ձեր ասած բաներն են տեղի ունենում եւ հնարավոր է, որ ձեր ասածներն էլ մյուսներն էլ տեղի ունենան, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, այո, տենդենսը հենց այդպես էլ երևում է։ Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա իշխանությունը ըստ էության իրենց ձեռքերը կապերը ընդհանրապես բաց է թողել նաեւ վերջին ատյանը Սահմանադրական դատարանը։ Ինքը ոտնահարել է բոլոր փաստարկները, բոլոր բերված ապացույցները եւ ասել է, որ իշխանության վարքագիծը նախընտրական եւ ընտրության նախընտրական ժամանակաշրջան եւ ընտրության օրը եղել է ըստ էության լեգիտիմ։ Ինքը ոչ լեգիտիմ ընտրությունները ըստ էության լեգիտիմացրել է այսօրվա Սահմանադրական դատարանը եւ դրանով տվել է լրացուցիչ գործիքակազմ այսօրվա իշխանությանը կիրառելու իր ռեպրեսիվ բոլոր համակարգերը։ Հիմա տեսեք, քանի դեռ իշխանությունը միայնակ է, բայց կազմակերպված, քանի դեռ ընդդիմությունը չունի միասնական օրակարգ, ապա այսօրվա իշխանությունը ինքը միշտ նախաձեռնողականությունը իր մոտ է լինելու։ Ինքն է թելադրելու իր օրակարգը, ինքն է մասնատելու, որպիսի տիրի։ Հիմա դրա միասնական դեղատոմսը որն է, համընդհանուր կոնսոլիդացիան է ընդդիմադիր դաշտի։ Եվ այստեղ տեսեք, հարց օրինակ Գագիկ Ծառուկյանի անձը չէր, մենք դրա մասին խոսել ենք։ Հարցը այն ռեպրեսիվ մեթոդներ էր, որով որ ըստ էության ինքը Նիկոլ Փաշինյանը իրագործում է իր նախընտրական խոստումը, որ պետք է բոմժ դարձնի Գագիկ Ծառուկյանին։ Ինքը ըստ էության այսօր գործադրում է բոլոր իշխանական եւ այդ բոլոր իրավական, քրեաիրավական ամբողջ այդ համակարգը, որպեսզի իրագործի իր խոստումը։ Եվ խոստումն էլ իրագործելու մեջ է ցուցադրականությունն էլ, թե ինչպես է ընտրվում, ինչպիսի ռոլիկներ են նկարում, ինչպես են ցուցադրում։ Դե վերջը, երևի թե դրա դիտելու մենաշնորհը իրանն է, բայց ինքն է որոշում դիտելա թե չէ։ Բայց եթե հրահանգ է տվել, կարծում եմ, որ նաև ըմբոշնել է, ոչ թե դիտել, այլ ըմբոշնել է։ Ինքը ճիշտ է ասել, ինքը չի դիտել, ինքը ըմբոշնել է այդ տեսանյութը։ Հետևաբար տեսեք, տեղի է ունենում այն, ինչ որ միշտ տեղի է ունեցել։ Համընդհանուր համախմբումը եւ այդ հարթակի ձևավորումը դա ըստ էության կարելի ասել են դեղատոմսն է քաղաքական գործընթացների, որը որ կարող է կանխել այն, ինչ որ հնարավոր է տեղի կունենա եւ այն ինչ որ տեղի ունենում այսօր։ Ըստ էության ընդդիմությունը կա, բայց ինքը դեռ մասնատված է։ Ընդդիմությունը ունի իր քաղաքական նախապատվությունները։ Դրանք Սամվել Կարապետյանն ասաց ցնցումներից էինք խուսափում փողոցային պայքարի չգնալով, բայց Էդգար Ղազարյանն էր նախորդի մեր հյուրը 3։ Ընտրություններով իշխանապողություն անհնար է եղել իրագործել։ Ընդդիմությունը խուսափում է ցնցումներից, այսինքն փողոցային պայքարից։ Ասում են ունենք գաղտնի պլան։ Նաև ես պարոն Ղազարյանի խոսքից դատելով նրանք նպատակ չունեն հեղաշրջման, այսինքն երբ որ նպատակ չունեն ուժային եւ այլ կառույցները գրավել ընդդիմության կողմը եւ ամենայնպես խոսքը գնում է օրինական միջոցներով իշխանապողության մասին։ Ահա, խոսքը գնում է դրա մասին, այսինքն ես այդպես եմ հասկանում։ Մի տեսակ այս ամենի ֆոնին անհասկանալի է ասել, որ փողոցային պայքարի չգնալով մենք ցնցումներից Պես ասենք զերծ ենք պահում մեր ժողովրդին։ Լավ եք անում, գնում եք ազգային ժողով, ուրեմն ասեք, որ հաշտվել եք ընտրությունների արդյունքների հետ։ Թե չէ ասել, որ այսպես ցնցումներից խուսափում ենք, բայց իշխանապողություն է լինելու, այսինքն ես որպես քաղաքացի չեմ տեսնում այն ճանապարհը, որը բերելու է իշխանապողության բոլոր, այսպես ասենք, ռեսուրսները, ճանապարհները, թվում է թե կամ օգտագործված են, կամ հերկվում են։ Ընդ որում այս հարցը, որը ձևակերպում եմ, ոչ թե
աջակցում եմ կամ ցանկություն ունեմ այդ ճանապարհներից որը մեկը տեսնել է, զուտ այսպես բարձր մտածում եմ, էլի ինչ է արվելու այդ դեպքում, ինչ եք դուք մտածում։ Տեսեք, ցնցումներից խուսափելու, այսպես ասենք։ Ես բնականաբար ընդդիմադիր գործընկերների ասածներն ու իրենց վարքագիծը Դե թիվ 1 ուժի առաջնորդն որ չէ, որևէ ձևով մեկնաբանելու կամ բանի ցանկություն չունեմ, որովհետև չեմ կարող իմանալ, թե իրենք իրականում ինչպիսի պլաններ ունեն, որովհետև թիվ 1 ընդդիմադիր ուժի, հա։ Այո, թեև իրենք ասում են, որ ունեն պլաններ, բայց քանի որ դրանք պլան B-ի, պլան C-ի, մյուսների մասն է խոսքը եւ դրանց հենց իմաստն է, որ դրանք մի քիչ ավելի քողարկված են այդ պլանները, հետեւաբար մենք հանրությունը եւ ընդդիմադիր մյուս ուժերը առանձնապես չունենք որևէ տեղեկատվություն, թե ինչի մասին է խոսքը, բայց ես կարող եմ վերլուծել, թե ինչ կարող ենք հասկանալ թիվ 1 ընդդիմադիր ուժի առաջնորդի խոսքերից։ Տեսեք, եթե ես կարծում եմ այդպես է, եթե իրենք որոշել են զուգորդել պարլամենտական եւ փողոցային պայքարները, ապա այդտեղ պետք է տարբեր սցենարներով գործել։ Ես ուզում եմ հավատալ, որ իրենք գիտեն իրենց անելիքները եւ ուզում եմ նաեւ վստահ լինել, որ իրենք նաեւ ամբողջ ընդդիմադիր դաշտին կոնսոլիդացնելու ռեալ օրակարգեր են առաջադրելու ու դնելու սեղանին։ Դա կոնսոլիդացիան մենակ հայտարարությամբ չի եւ դա մենակ հեռախոսազանգերով չի։ Դա հենց կոնկրետ անելիքների պլան սեղանի շուրջ դնելն է եւ դրա վերաբերյալ քննարկումներ կատարելն է։ Ես ենթադրում եմ, որ պարլամենտում իրենք ներկայացնելու են որոշակի օրինագծեր։ Հենց առաջի իսկ ենթադրենք առաջի գումարման առաջին նիստից սկսած այնպիսի օրակարգեր, որոնք որ ցուցադրելու են իրենց քաղաքական ուղղվածությունը, թե ինչպիսի վարքագիծ են իրենք պլանավորել ունենալու են պարլամենտում։ Եվ սպասելու են նաև իրագործելու են, ստեղծելու են եւ սպասելու են այն տրիգերներին, որոնք կառաջացնեն ժողովրդական հուզումներ։ Եվ ձեզ ասեմ, որ օրինակ Արցախի անկումը հնարավոր է, ոչ թե հնարավոր է, մենք տեսանք, որ տրիգեր չդարավ, չէ՞։ Բայց գյուղատնտեսական ապրանքների շուկա կորցնելը կարող է դառնալ տրիգեր։ Կարծում եմ։ Գազի թանկացումը կարող է դառնալ տրիգեր։ Կենցաղային ինչ որ մի հատ իրավիճակը, որը որ կենցաղային բան է դարձրել ժողովրդի մոտ, կարող է դառնալ տրիգեր։ Եվ ես ուզում եմ, որ դուք զուգահեռներ անցկացնենք, հիշենք Էլեկտրիկ Երևանը, մյուսն այսինքն եղել են նախկինում էլ այնպիսի կենցաղային սոցիալական այնպիսի բաներ, չէ, հարցեր, որոնք դարել են իրական տրիգերներ։ Տրիգեր իշխանափոխության նպատակով տրիգերներ ժողովրդական հուզումներ առաջացնելու։ Եթե չկան համապատասխան տրիգերները, եթե չկան այնպիսի բաներ, որոնք որ փողոցային պայքարը չեն դարձնելու շարունակական, ապա մեկ անգամյա ակցիա անելը, հավաքել ժողովրդին, ենթադրենք տասնյակ հազարավոր ժողովրդի հավաքել, ու այդ ժողովրդին չագերտավոր քաղաքական իմաստով չկերակրել այն օրակարգով, որը որ ենթադրում է օրինակ 10 օրյա, 15 օրյա, 20 օրյա շարունակական պայքար, ապա թերևս ես կհամաձայնվեմ, որ փողոցային պայքարը այդպես մերկապարանոց սկսելը այնքան էլ ճիշտ չի։ Հետևաբար ես կարծում եմ, ու ամենայն դեպս եկեք ենթադրենք, որ զուգորդվելու է պարլամենտական եւ փողոցային պայքարները իրար հետ։ Պարլամենտում ստեղծվելու են տրիգերներ եւ նաեւ արտաքին եւ արտածին գործոններով պայմանավորված տրիգերներն են դարձնելու օրինակ համաժողովրդական հուզումների այդպիսի աղբյուր։ Եվ այս երկուսը իրար հետ ըստ էության դարձնելու են իշխանափոխություն իրականացնելու հիմք։ Դուք այդպես եք հասկացել։ Ես այդպես նրանց պատկերացումները։ Ամենայն դեպս ես այդպես կկարծեի, որ իրենք ուզում են անեն։ Դե, բայց մյուս կողմից էլ եկեք անկեղծ ասենք, անվտանգային խնդիրները, այսպես ասենք, շատ ցցուն էին, հա, վերջին 5 տարիների ընթացքում եւ իրական սահմանազատման հարցով մենք տեսանք տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, Արցախի կորստի ժամանակ այդ օրերին իրապես էլի փողոցային, այսպես ասենք, որոշակի գործողություններ եղան հետ պատերազմական շրջանում, դիմադրության շարժում եւ այլն այնպիսի տարբեր շարժումներ են եղել, բայց ինչ որ մի բան մարդկանց հետ է պահում, պարոն Անանյան։ Ինչն է խնդիր, միգուցե
միգուցե մարդիկ չեն վստահում ձեր ասած այդ տիտղոսային ընդդիմության, այսինքն այն ուժերին, որոնք հավակնում են, այսպես ասենք, գալ իշխանության Փաշինյանից հեռացումից հետո։ Միգուցե կան, այսպես ասենք, բնածին խոչընդոտներ իշխանափոխության, այսինքն մարդիկ ուղղակի, այո, կա ենթադրենք կես միլիոն ավել պակաս ընտրազանգված քաղաքացիներ, ովքեր Փաշինյանի երեսը չեն ուզում տեսնել եւ պատրաստ են գնալ առնվազն 3-4 ընդդիմադիր ուժերի ձայն տալ, այդ թվում նաև ձեզ, բայց կա ավելի մեծ զանգված, որը չի ուզում, որ այս սեգմենտը գա իշխանության։ Ինչ եք դուք մտածում այս ընդհանուր հասարակական տրամադրությունների մասին ու առաջիկա հավանական զարգացումները այսպիսով ամփոփենք։ Գիտեք, ձեր հարցը բարդ է, այն իմաստով, որ ինքը միանշանակ պատասխան չունի։ Այդտեղ ամենայն դեպս ինքը պետք է թերևս ավելի շատ վերլուծական պետք է լինի այդ պատասխանը, որտեղ տեսեք, շատ հնարավոր է, որ օրինակ դիմադրության շարժում եղավ, ընդհանրեն 22 թվականին, 23 թվականին Արցախի կորուստի հետ կապված եղավ շատ կարճատև ինչ-որ մի հատ ժողովրդական հուզում, 24 թվականին եղավ սրբազան շարժում, չէ՞, այսինքն 22, 23, 24 թվականին ամեն տարի ինչ-որ մի այդպիսի հուզումնալից բան եղել է։ Մենք չենք կարող ասել, թե ժողովրդին որ թեման կամ ինչը կհանի ոտի։ Ժողովրդին, որ ասենք շատ դեպքերում ասում ենք ժողովուրդը անտարբեր է, այդ ժողովուրդը անտարբեր է այդ արտահայտության ներքո շատ քաղաքական ուժեր եւ հանրային գործիչներ ուզում են քողարկեն իրենց անօգնականությունը շատ դեպքերում։ Անտարբեր է ժողովուրդը, որովհետեւ դու բավարար չափի համոզիչ չես եղել։ Այստեղ պետք է քաղաքական ուժերը սա վերցնեն իրենց վրա, որպես ինքնաև ընդունեք սա որպես ինքնակնդատություն, մենք պետք է դառնանք բավարար չափի համոզիչ եւ պետք է տեսնենք թե այն որ թեման է, որ հետաքրքրում է ժողովրդին բարիս հուզումներ առաջացնելու տեսանկյունից։ Էլի եմ ասում, Արցախի կորուստը կարող է չդառնա, ինքը համազգային սուգ կարող է բերի, մի քանի օր դրամատիկ իրավիճակ տիրի Հայաստանում, չէ, բայց դա այն բավարար թեման կամ տրիգերը չլինի, որը կբերի իշխանափոխության։ Բայց գազի թանկացումը կարող է բերել իշխանափոխության։ Բա որ սուբսիդավորի իշխանությունը ինչի հաշվին։ ԵՄ-ի փողերի հաշվին։ ԵՄ-ն փող չունի նախ։ Երկրորդն էլ տեսեք, երբ որ գյուղատնտեսության կորուստները հասնում են միլիարդավոր դոլարների, բայց իրենք մի քանի 100 լավագույն դեպքում միլիոն եվրոյի մասին են խոսում բանի, չէ՞։ Մենք ստեղ տեսնում ենք, թե եվրո չինովնիկների պատկերացումները Հայաստանի նկատմամբ ինչ է։ Հասկանում եք, մեզ մոլորեցնում եւ միամտացնում են։ Եվ չունի Եվրոպան այնքան փող, որ ինքը սուբսիդավորի գյուղատնտեսության ոլորտի անկումը, սուբսիդավորի գազի թանկացումը, հասկանում եք։ Այդտեղ մանավանդ որ օրինակ Իրան-ԱՄՆ հարաբերությունները ոնց որ թե կրկին գնացին դեպի պատերազմական փուլ, իսկ թվացյալ առողջացումը կարող էր նաև Իրանը դիտարկվել այլընտրանքային օրինակ աղբյուր գազի։ Հետևաբար, եթե ամփոփենք, ես չգիտեմ, թե ժողովուրդը ինչու է անտարբեր։ Ես հասկանում եմ, որ ժողովուրդը կարող է անտարբեր լինի, որովհետև մենք քաղաքական գործիչներս բավարար չափի համոզիչ չենք եղել, իսկ նախկինից ավելի երկար դերակատարում ունեցողները հերթական անգամ են ոնց որ թե հիասթափեցրել ժողովրդին, սա մի կողմ, եւ մյուսը մեր ժողովուրդը անկանխատեսելի է։ Մենք չգիտենք, թե իրեն ոտքի կանգնացնելու համար որ թեման կլինի ավելի որոշիչ՝ կենցաղային սոցիալականը, թե ազգային ազատագրականը։ Հասկանում եք։ Հետաքրքիր ամփոփում էր, շնորհակալ եմ, կհետևենք զարգացումներին։ Factor TV-ում հյուրընկալել ենք Դավիթ Անանյանին։